Շարունակելով Բոտիչելի թեման, Ես իմ Վեներայի ծնունդը ամենասիրելիից նկարներից։ Ու իրոք ճիշտ ես ասում, որ նայում ես, ինքը ոչ պրոպորցիաներն է ճիշտ, անգամ այն օր նայում էի, աչքերի դիրքը այն գծի վրա չի, փախած է աչքերը։ Բայց այդ դետալիզացիան էլ չի։ Բայց մի տեսակ չես նկատում, էլի, չէ՞, այդ սխալները։ Անգամից նենց Ընդհանուր է շեդևր։ շատ։ Նկատել ես էլի հաստատ, որ Բոտիչելի մարդիկ, ում որ ինքը նկարում է, միշտ են ձգված մարմիններ ունեն։ Այդ ինքը հատուկ է արել, որովհետև այդ մարդը իդեալական անատոմիա բնականաբար իմացել է, կարողացել է նկարի, այդ էլ իր ոչն է, իր մարդիկ, եթե պրոպորցիաներով մենք նայում ենք, սովորականի դեպքում ոնց է գլուխը մարմնի մեջ 7.5-8 անգամ, չէ՞, պիտի տեղավորվի այն ոսկե իր մոտ 9-10 անգամ։ Գիտեմ, ավելի շատ է, Վեներայի վրա է դա զգացել, որ նայում Եթե ես։ վերածենք բնական չափերի, իր բոլոր կերպարները ստացվում են 2 մետրանոց ինչ-որ մարդիկ։ Մի օր էլ երևի կխոսանք Սիմոնետա Վեսպուչիի մասին, բոլոր համարյա կտավների հերոսը։ բոլոր կտավներում այդ աղջիկն է, անգամ մահից հետո նույն գարունի մեջ, նույն Վեներայի մեջ արդեն այդ աղջիկը էլ չկար, Բայց նկարեց։